Անցած գիշերվանից Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Իրանին, զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Իրանական պետական լրատվամիջոցների համաձայն ավելի քան 78 մարդ է զոհվել, 329 վիրավորվել, մինչ այս պահը Թեհրանը պաշտոնական թվեր չի ներկայացրել իսրայելական հարվածների հետևանքով տուժածների մասին։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Իսրայելի օդուժը թիրախավորել է ինչպես ռազմական ու միջուկային օբյեկտներ, այնպես էլ բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտում աշխատող գիտնականների առանձնատներ։ Պաշտոնական Թեհրանը համարժեք պատասխանով է սպառնում արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսրայելի լայնածավալ հարձակումը որակել է պատերազմի հայտարարում։ Միացյալ Նահանգները ռազմական ռեսուրսներ, այդ թվում ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում Թեհրանի հնարավոր հարձակումներին։ Ի պատասխան այս մասին Associated Press-ին հայտնել է ամերիկյան երկու ռազմական աղբյուր։ Ռազմածովային ուժերը հրահանգել են Հանդր ականակիրին սկսել նավարկությունը դեպի արևելյան միջերկրական ծով, իսկ երկրորդ ականակրին էլ հանձնարարել առաջ շարժվել, որպեսզի կարողանա հասանելի լինել Սպիտակ տան կողմից պահանջի դեպքում։ Վրաստանում ևս մեկ ընդդիմադիր առաջնորդ է կալանավորվել։ Նիկա Գվարամյայի դեմ իրավական հետապնդում էր սկսվել խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով։ Նույն մեղադրանքով անցած շաբաթներին Վրաստանում ձերբակալվել էին նաև ընդդիմադիր առաջնորդներ Նիկա Մելյան, Զուրաբ Ջափարիձեն։ Նրանք ևս հրաժարվում են ճանաչել խորհրդարանի լեգիտիմությունը եւ բոյկոտում են կառույցի աշխատանքները։ Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել ևս 1200 զոհված զինծառայողի մարմին։ Հաղորդելով այս մասին պաշտոնական Կիևը նշում է, որ գործընթացը տեղի է ունեցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հունիսի 2-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման, ինչպես նաև 6000 զոհված զինվորների դիերի վերադարձի շուրջ։ Լատվիայի Սեյմը օրինագիծ է ընդունել, որով արգելում է падգամավորներին եւ պաշտոնյաներին Ռուսաստան եւ Բելարուս մեկնել։ Նրանք պետք է ստանան հատուկ թույլտվություն այդ երկրներ մեկնելու համար։ Հաղորդում է Դելֆին, արգելքը վերաբերում է պետական գաղտնիքներին, հասանելիություն ունեցող անձանց, կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներին, ներքին գործերի, պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների աշխատակիցներին, դրանց իրավասության տակ գտնվող հաստատություններին։ Նրանց ոչ միայն արգելվում է մեկնել Ռուսաստան եւ Բելարուս, այլև մուտք գործել այդ երկրների տարածք նույնիսկ տարանցիկ նպատակներով։